Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Մենք արգեցինք մեր ոստիկաններին, ճանապարհը բացեցինք 10 րոպեով ընդհանրապես բաղավ, սակայն որ բաղավ չի բացվելու, մինչև ղեկավարությունից բարձր լսել։ Խնդրում ենք դուգան, մեզի արձագանք տան, Մուշեղյանը պետք է աշխատի։ Մուշեղյանը չաշխատեց, ես կշարունակվի անընդհատ։ Այո, անընդհատ։ Անընդհատ կշարունակվի։ Այս անգամ ընդհանրապես, ինքան փակվայ մինչև թեկուզ նախարարությունից մարդ գաստը։ Մենք արդեն մասպետի մեջ ենք դավեր անում։ Ոչ մասպետին ենք դավեր անում, ոչ էլ համայնքի ղեկավարին։ Եթե կարելի է, ես էլ մի բան ասեմ, քանի որ գյուղացիների հետ նոր զրույցում պարզվեց, որ նախ պահանջում են նոր նշանակված գյուղապետին ազատել, որպեսզի այս հարցը լուծում ստանա, հակառակ դեպքում տեղեկացնում ենք, ինչպես նախորդ ակցիային տեղեկացրինք, որ շարունակվելու է սա, եթե հարցը լուծում չստանա, հիմա էլ գյուղի բնակիչները որոշել են, որ հաջորդ ակցիան կառավարության շենքի դիմաց են իրականացնելու։ Եթե դա են ուզում, խնդրեմ ենք սիրով այդ ակցիան կկազմակերպենք եւ իրենք դրա ականատեսը կլինեն։ Ես ճիշտ հասկացա, եթե այսօր Տիգրան Պողոսյանը չներկայանա եւ ձեր պահանջները չբավարարվի, դուք տեղափոխվելու եք Երևանում անցկացնելու ակցիան կառավարության շենքում։ Շարունակվելու են հաջորդը կառավարության շենքում եւ տարատեսակ տեղերում այս ակցիան շարունակվելու է։ Գնացել եք Տիգրան Պողոսյանի մոտ կամ Մարզպետ Սահակյանի։ Տիգրան Պողոսյանի մոտ գյուղի բնակիչները գնացել են, որից էլ հենց տեղեկացվել են, որ հենց ինքն է նշանակել նոր գյուղապետին։ Մասին իմացանք, պահանջով գնացել եք, նշեցիք դուք գնացել։ Այո, գնացել ենք Մարզպետի մոտ, ես նշեցի 5 հոգի ենք եղել։ Հանդիպումից հետո այլևս չեք գնացել։ Այլևս չէ, որովհետև մեզ չէ, դա կլինի մի 5-6 ամիս առաջ, որովհետև մեզ խոստացավ, թող այդ հարցերը կարգավորի, գյուղապետ վարչական ղեկավար չեմ նշանակի, մինչև իր հարցերը կարգավորի։ Հարցերը կարգավորվեց, զանգեցինք, ասեցինք, պարոն Սահակյան, ամեն ինչ նորմալ է, թղթով բանով ամեն ինչ նորմալ է, բայց ես չեմ վերականգնի, ասի դրժում եք ձեր խոստումը։ Նույնն էլ համայնքի ղեկավարը, Տիգրանը, եւ ազգանունով է դիմում, հիմա անունով կդիմեմ, որովհետեւ նայում մեր աշկերի մեջ խափված, մենք այդպես բան չենք ասել։ 5 հոգի, ասում եմ, ես 60-70 տարեկան մարդ։ Ինչի՞ պիտի սուտ խոսակամ, ինչի մենք 5 ամիս պետք է սպասենք, որովհետև մարդը մեզ խոստացել է։ Հիմա այսյան կլինի, այն կլինի, ոնց կլներ։ Ու դրժեցին խոստումը։ Ես նորից եմ կրկնում, այդ իրավական հարցերը բացարձակ նշանակություն չուներ, կապված էր հողերի վաճառքի հետ, օտարելու հետ, որը ինքը խոչընդոտ էր, որ կարողանան իրանց սև գործը անել։ Պարզ ասեմ, ես կարամ ուրիշ բառեր օգտագործեմ, կարող եմ, ենթադրում եմ, որ դա տենց է եղել, բայց չեմ կարող հիմա ասել, ենթադրում եմ ու վստահ եմ, որ տենց է եղել։ Բան էլ ավելացնեմ, էլի այս ամեն ինչը, ասենք ղեկավարվում է մեր նախկին գյուղապետի հարցը, հենց հիմա աշխատում է Գառնիի համայնքում։ Սա ինքն է անդե Մասպետին է ղեկավարում, ներկա մեր գյուղապետին է հաստատ ղեկավարում, սա իր ցուցումներն է, որ այսօր այս վիճակի մեջ ենք, որ այսօր իր հին, ոնց ասեմ ես, նախագահի տղեն նորից գացտ է, ինքն անդե այս ղեկավարում իրանց, թե Մասպետին, թե գյուղապետին, հաստատ ես հետի իմ խոսքերի տերն եմ ու կարամ մինչև վերջ ապացուցեմ։ Շո, մինչև հիմա աշխատումը թող աշխատի, թող մեր գյուղից հեռու մնա, բայց այն որ հաստատ Մասպետին է ղեկավարում, մեր վարչական շրջանի այդ Գառնիապետին են հաստատ էդի ղեկավարում է, էդի 1,000,000%։ Իրանք հանգարց չմտածեն, թե մարդիկ բան են, միամիտ են, մենք հեռուց տենում ենք ամեն ինչը։ Եղավ քո Ազիզ ջան, ապրեք։ Ավարտել եք։ Ինչպես տեսնում ենք, Տիգրան Պողոսյանի կայացրած որոշումը անփոփոխ է, որովհետև վերջինս իր այս գործողություններով, այսինքն այստեղ չներկայանալով, բացատրություններ չտալով, ժողովրդին չպարզաբանելով իրավիճակը, կամ գոնե խոստանա, որ այս հարցը կքննարկվի եւ այլն, մեկ անգամ եւս Տիգրան Պողոսյանը ապացուցում է, որ իր կայացրած որոշումը անփոփոխ է եւ գյուղացիների կարծիքի առհասարակ չի կարևորում։